Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր 2025 թվականի նոյեմբերի 15-ն է, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, ուրեմն ես մի որոշ ժամանակ առաջ հաղորդում եմ ներկայացրել ոստիկանությունը, որում նշել է, որ իմ նկատմամբ ինչ-որ մի անձի կողմից կատարվել է խարդախություն եւ այդ անձը կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով նպատակ է հետապնդում հասնել այն բանին, որպեսզի ինձնից հոգուտ իրեն բռնագանձվի առանձնապես խոշոր չափերով գումար։ Այդ կապակցությամբ իմ հաղորդման շուրջ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանը հանցագործության դեպք է թաքցրել եւ քրեական վարույթ չէր նախաձեռնել։ Ես բողոքարկել եմ Լոռու մարզի դատախազություն, մինչդեռ Լոռու մարզի դատախազության դատախազ Մացակ Փանոսյանը եւս հանցագործության դեպք էր թաքցրել եւ հաստատել էր քննիչի այդ ակնհայտ ապօրինի վարութային ակտը, որից հետո ես բողոքարկել եմ դատարան եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Տարոն Թաթևոսյանը 2025 թվականի նոյեմբերի 14-ին կայացված արդարացի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է իմ բողոքը եւ դատավոր Տարոն Թաթևոսյանը պարտավորեցրել է քննիչին եւ դատախազին պարտավորեցրել է իմ հաղորդման շուրջ նախաձեռնել քրեական վարույթ խարդախության եւ փաստաթուղթ կեղծելու հանցագործության հանցակազմերի հատկանիշներով։ Նաեւ նշեմ, որ մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում է արդարության, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում զուրկ է լինում դրանից, եւ ես իմ զորեղ փաստակներով դատարանում ջախջախեցի Լոռու մարզի դատախազության դատախազ Մացակ Փանոսյանի եւ Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանի առարկայազուրկ փաստարկները։ Ես իմ զորեղ իրավական փաստարկներով պատրաստ եմ հակազդել դատախազների եւ քննիչների կողմից իմ դեմ ուղղված բոլոր քայլերին։ Նաեւ նշեմ, որ դատավոր Տարոն Թաթևոսյանը նույնպես բավականին լավ տիրապետում է շախմատ խաղարվեստին, ինչպես որ ես, եւ ամփոփելով իմ դիտարկումները ազգային անվտանգության ծառայությանը հորդորում եմ ձերբակալել հանցագործության դեպք թաքցրած Լոռու մարզի դատախազության դատախազ Մացակ Փանոսյանին եւ Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանին։ Լոռու մարզի դատախազներն ու քննիչները վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ հանցագործության դեպքեր են թաքցնում եւ հանցագործության դեպքեր են կոծկում, եւ եթե հանցագործության դեպքեր կոծկելու համար դատախազներն ու քննիչները ձերբակալվեն ու քրեական պատասխանատվության ենթարկվեն, ապա դա դաս կլինի մյուս քննիչների եւ դատախազների համար եւ քրեական պատասխանատվության ենթարկվելու վախի ազդեցության տակ դատախազներն ու քննիչները այսուհետև զերծ կմնան հանցագործության դեպքեր կոծկելու արատավոր գործելակերպից։ Այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։